Պարոն Մաղսուդյան, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է տավուշում, քանի որ նախորդին հայտնեցին, որ այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացնում, նախ նշեք, թե ինչ իրավիճակ է տավուշում տիրում այս օրերին։ Այս օրերին ըստ տեղեկությունների, ես ճիշտ ասած տենց լրիվ իրազեկված չեմ, բայց ականազերծման աշխատանքները դե բնականաբար արդեն 1 ամիս ավել աշխատանքներ են կատարում, ականազերծում են տարածք ազատելու, որ հակառակորդին ճանապարհ տան, այսինքն այն տարածքները սահմանազատման, որ պետք է ըստ մեր թուրքահապատակ ղեկավարությանը, որ պետք է զիջենք հակառակորդին, այդ տարածքներն են ուզում սահմանազատումը սկսեն։ Ես ասել եմ ու ասում եմ, Բարխուդալու, Սոֆոլու, Վերին ոսկեպար, Տիգրանաշեն, Կիրանց ոսկեպար, այդ ճանապարհի հատվածները դա օդից կախված է, մազից կախված է, որ պետք է հանձնենք։ Ու մարդիկ էլ աշխատում են, որ հանձնեն մեր այս կառավարությունը, քանի որ Ալիևը պահանջում է դա, չեն կարող Ալիևի դեմը առնեն, ստիպված պետք է հանձնեն, որը որ մեզ համար շատ վտանգավոր է այդ տարածքները հանձնելը, ճակատագրական ալելու ոսկեպարի հարցը, ճակատագրական ալելու ազատամուլտի հարցը, Կարենավան գյուղի հարցը, օդից կախված ալելու այդ գյուղերը։ Հակառակորդը անմիջապես եթե գա նստի Բարխուդալու կամ Սոֆոլու, նստելու է մեր գյուղերի անմիջապես հետևի մասում։ Նույնը Վերին ոսկեպարում, որը որ վտակված ալելու ոսկեպար գյուղը եւ դրանից հետո դուրս է գալու Վանաձոր սահմանը։ Իսկ բնակիչները, տավուշում բնակիչները գիտակցում են այդ ամենը, որ ինչ նպատակով է ականազերծման աշխատանքները կատարվում։ Նշեցիք, որ ականազերծում են, որպեսզի հեշտ հանգիստ փոխանցեն ադրբեջանցիներին։ Ինչ տրամադրություններ են տավուշում։ Դե բնականաբար վատ տրամադրություն կա, գիտակցում են ինչ է կատարվելու, բայց մի մասը կա, որը որ Նիկոլի ցավով է հիվանդացել, տենց մտածում եմ, որ ամեն ինչ ճիշտ անում Նիկոլը, պետք է հանձնենք այն ինչ հակառակորդինն է, պետք է հանձնենք, բայց չեն ասում, որ մեր տարածքները, օրինակ Բերքաբերի տարածքը, որը գտնվում է 950 հեկտար հակառակորդի մոտ, դրա մասին դեռ անգամ խոսք չկա, որը որ մեր գլխավոր սուտասանը ասում էր, որ պետք է տանք, դա պետք է հետ տան մեզ, մինչև հիմա դրա մասին խոսք չկա ու հետ էլ չեն տալու։ Մենք առայժմ տալու կարգավիճակում ենք։ Ալիևը ինչ պահանջում է, տալիս ենք, քանի որ վախենում ենք Ալիևից։ Տենց փուլ առ փուլ հանձնելու ենք, բայց այն ինչ որ մենք պետք է ստանանք, դրա մասին դեռ սրանք չեն ուզում արձագանքեն, որ մենք հետ ենք ստանալու։ Հա, սկզբից ասացին, որ հետ ենք ստանալու, բայց հիմա էլ դրա մասին վախենում են արձագանքեն։ Մի իրավիճակ ունենք այսօր, երբ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է անգամ միակողմանի խաղաղության պայմանագիր կնքել եւ սրան զուգահեռ տեսնում ենք Ալիևի հայտարարությունները, անընդհատ սպառնալից հայտարարություններ է տարածում, երեկ եւս հայտարարեց, որ հայերի հետ բարեկամ դառնալ հնարավոր չէ ու նաեւ միջազգային ատյաններին է դիմել, նոր հայցեր է ներկայացրել, որ իբրև թե Հայաստանի Հանրապետությունը սխալ ականապատման տարածքների քարտեզ է տրամադրել։ Ձեր մեկնաբանությունը արդյոք այս պայմաններում իրատեսական համարում է խաղաղության պայմանագիրը եւ ինչ վտանգներով է այն հղի Հայաստանի համար, եթե կնքվի։ Նախ այդ պայմանագիրը չի կնքվելու։ Ես ասել եմ մեր այս իշխանություն չկոչվեցյալներին իրենց պետք է մի հատ պայմանագիր, մի հատ թուղթ, որ տակը գրված է, որ դա խաղաղության պայմանագիր է, որ այդ թղթով կա ժողովրդին ցույց տա։ Ասի ես խաղաղության պայմանագիր եմ բերել, ինձ նորից ընտրեք, ես դառնամ վարչապետ։ Դա այդ թուղթը դրա համար է պետք։ Բայց Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը միանշանակ, վստահ եմ, քանի որ Ալիևը ուզում է Միսկի խումբը լուծարի եւ այն տարածքները, որ ինքը ուզում է ձեռք բերի եւ բանակը կազմալուծի եւ բոլոր պահանջները դնելով փորձելու է ամեն ինչը հասնի, վերջնականապես Հայաստան պետությունը կործանելով նոր այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու։
Դուք մոռացեք, ես էլ եմ ասում, հայ ազգը թող հասկանա, որ երբևիցե խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Մեզ պետքա պատերազմ, պատրաստենք պատերազմի։ Ճիշտ է, այս մարդիկ ասում են, մեզ պատերազմ պետք չի, բայց Ալիևը առանց պատերազմի չի հանգստանալու։ Եթե պատրաստ են առանց պատերազմի Երևանն է զիջեն Ալիևին, բնականաբար պատերազմ պետք չի, կռվել պետք չի։ Բայց կարծում եմ, որ Հայաստանի 99.8%-ը գոնե մտածում է, որ Հայաստանը պետքա մնա, Երևանը պետքա մնա։ Եվ վերջում պարոն Մաղսուդյան, արդյոք պատերազմի հավանականությունը մեծ է եւ եթե պատերազմ լինի, այս իշխանությունները պատրաստ են դիմակայելու։ Այս իշխանությունները, եթե պատրաստ լինեն պատերազմի, խաղաղություն չեն մուրի։ Իրենք փորձում են խաղաղություն մուրել։ Եվ այս իշխանությունների բերած խաղաղության օրակարգը դա մեզ պետք չէ, այդպիսի խաղաղության օրակարգ։ Մեզ իմաստազուրկ խաղաղություն պետք չի։ Մեզ փառահեղ խաղաղություն է պետք ձեռք բերել, փառահեղ խաղաղության հասնելու համար պետք է ազգը համախմբվի, երկիրը ուժեղանա, բանակը ուժեղանա, որ կարողանանք հաղթանակով դուրս գանք, հասնենք այդ խաղաղության։